Գիտեմ ոնց են լինում, ոնց է մի հոգի գիշերը քնում, զարթնում, մյուս օրը ոչ մի ակադեմիական քաղաք Սահակյան։ Երևանը բերեցին այն մակարդակի, որ Երևանի մասին խոսում էին համեմատելով Պալմիրայի հետ, Սանկտ Պետերբուրգի հետ, չգիտեմ, Վենետիկի հետ։ Ինտերվյուում անպատասխանատու մոտեցմամբ կարող է շացիում նկարես, գույներ եւ այլն, հիմա դուք դուս եկեք քաղաք։ Մեծ զանգված կա, որոնք ոչ թե աջակցել են այս կառավարությանը, այլ ուղղակի դեմ էին նախորդին։ Կա որոշակի շերտավորում, որպեսզի ես այս բիզնեսին աջակցում եմ, որովհետեւ վաղը չէ մյուս օր ես ստանալու եմ եւ ես իմիջ քաղաքական կապիտալ կամ ասենք ընտրական կապիտալ։ Համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա։ Միանշակ կոռուպցիան կա։ Ավինյանը իրանց մեջի ամենակոռումպացված մարդն է, դա բոլորը գիտեն դրա մասին։ Կոռուպցիան ստացավ օրինական ստատուս իրանց կարծիքով։ Իրանց ամեն ինչ կարելի է, բայց հետո կան Այսինքն կարելի է մարդկանց վրա փողոցում թքել։ Երևանի անմխիթար վիճակը եւ ընդհանրապես Հայաստանը շինարարական այդպես ժարգոնով ասենք շինարարական պլաշատկա դարձած, ով ասես թույլտվություն է ստանում, գումարներ է մսխում, շենքը մինչև վերջ չի կանգնացնում, մարդիկ մնում են առանց բնակարանների, գումարները մսխվում են, ով է պատասխան տալու։ Սարհատ Պետրոսյանն է այսօր մեր հետ, խնդրեմ Սարհատ ջան։ Նախ շնորհակալություն հրավերի համար, ով է պատասխան տալու, դե դա կարելի է տարբեր, այսպես ասած, մեղավորներ գտնել, բայց բնականաբար միշտ իշխանությունն է, որը սխալ քաղաքականության արդյունքում կարող է բերեն վիճակի, որ ունես կիսած շենքեր, փողը վճարած տուն չստացած մարդիկ եւ այլն, պետությունն է մեղավոր, դե կարող ենք մենք տարբեր շերտեր գնանք, չգիտեմ, քաղաքապետարան, դիվելոփերներ եւ այլն, բայց պետությունն է, իր գործն է, իր պարտականությունն է, անմիջական պարտականությունը, դա ամեն ինչ կազմակերպի, որ այդ վիճակում չլինի։ Լինելով պետական կառավարման մասնագետ եւս ես շատ վառ հիշում եմ, որ մեզ համալսարանում սովորացնում էին, որ քաղաքաշինության եւ ընդհանրապես քաղաքի կառավարման հիմնական միջոցներից եւ կարելի ասել ներքին սահմանադրություններից մեկն է քաղաքի գեյմպլանն է։ Ունի Երևանը գեյմպլան։ Ֆորմալ առումով ունի, ավելին վերջինը, որը հաստատվեց 2025 թվականի, եթե չեմ սխալվում, սեպտեմբերին, շատ արագ շփթփ 6 ամսվա մեջ արված մի հատ փաստաթուղթեր, այնքան արագ էին արել, որտեվ խոսակցություն եկան, որ նախկինի ժամկետ ավարտվել է եւ այլն, որ առաջի տարբերակում մոռացել են նույնիսկ իշխանական ակադեմիական քաղաքը նշել, շատ էին շտապը, հետո վերջի խմբագրությունում ավելացավ։ Ունի, ես մի քիչ գլխավոր հատակագից եզրույթը փորձում եմ, այսպես ասած, շրջանցել, չօգտագործել այդ բանը, տերմինը, որտեղ գլխավոր հատակագիծը խորհրդային տարիներին ուրիշ բաներ նշանակում, անկախության շրջանում ինքը պետքա վերաիմաստավորվեր, որ տեղի չունեցավ, էլի սովետական, այսպես ասած, խորհրդային տրամաբանությամբ սկսեցինք գլխավոր հատակագիծ կամ քաղաքաշինությամբ զբաղվել եւ այլն։ Եվ այսօր ենք մենք տեսնում այդ նույն ձևը, օրինակ εμείς որ քաղաքապետարանը կամ քաղաքապետը որոշում այստեղ եմ սարքում, ստեղ եմ սարքում եւ այլն, դա սովետական, այսպես ասած, վարչահրամայական տրամաբանությունն է, էլի։ Ու դրա համար ցավոք սրտի մենք մասնագետներով նաեւ պետական պատվեր չեղավ այդ առումով, որպեսզի վերարժևորվի, վերագնահատվի, ինչպես պետք է քաղաքային պլանավորումը, քաղաքային կառավարումը իրականացվի հետխորհրդային Հայաստանում։ Բայց չէ՞ որ թամանյանական ժառանգությունը եւ մենք ունենք մի եկյա սերունդներ ճարտարապետների, որոնք Երևանը բերեցին այն մակարդակի, որ Երևանի մասին խոսում էին համեմատելով Պալմիրայի հետ, Սանկտ Պետերբուրգի հետ, չգիտեմ, Վենետիկի հետ, այդ որ վարդագույն քաղաք, իսկ հիմա բետոն չավարտված շինությունների քաղաք, հա։ Չէ, սենց է, խորհրդային տարիներին մենք ունենք շատ լավ ճարտարապետներ, սկսած Թամանյանից եւ ունենք, բայց խորհրդային տարիներին լավ ճարտարապետներին պետությունը սատար է կանգնում եւ հիմնականում լավ ճարտարապետները կարևոր տեղերում պետական ֆինանսավորմամբ իրականացնում էին նախագծում։ Անկախության շրջանում միջին կարգի ճարտարապետները դարձան իշխանության, այսպես ասած, ներկայացուցիչները եւ չկարողացան այնպիսի կառուցակարգեր լինեն, որ մենք իրապես կարողանանք լավագույն ճարտարապետությունը բերենք քաղաք։ 2018 թվականն եղավ հաջորդ իմ համար ամենացավալի բաներից մեկը, իմ համար պարզ դարձավ, որ ես կարծում եմ մինչև 2018-ը ես կարծում եմ սերնդային նախնդիր է, որ մենք երիտասարդներով, օй, բա մենք գիտենք ոնց պետք է անել,
ավագ սերունդը չի հասկանում, կոռումպացված է եւ այլն, 2010-ին հատվեցին նոր կոռումպացված, արդեն ջահել ճարտարապետները, իմ սերունդի եւ նույնիսկ ավելի երիտասարդ ճարտարապետները միջին, այսպես ասած, ճարտարապետությունը դարձեցին նոր եւ մտավ, այսպես ասած, քաղաք։ Այսինքն, եթե քաղաքապետին նախկին մինչև 2018 քաղաքապետին տարիքով, ասենք թե չեմ 60-ից 80 տարեկան ճարտարապետները, որոնք շատ ավելի լուրջ դպրոց էին անցել, իրանք են խորհուրդ տալի քաղաքապետերին, որ ինչ պետք անել, ինչ պետք է չանել, անկախ նրանից քաղաքապետով է։ Հիմա տեղի են նույն խորհուրդը շատ ավելի երիտասարդ ճարտարապետներ, շատ ավելի երիտասարդ ճարտարապետներ են խորհուրդներ տալի, ովքեր չեն անցել այն դպրոցը, որ անցել են այն ճարտարապետները, խորհրդային տարիների դպրոցը չեն անցել, ավելին իրենք ինտերիեր դիզայներներ են, ովքեր ինտերիերում անպատասխանատու մոտեցմամբ կարող է շատ սիրուն նկարել, գույներ եւ այլն, հիմա իրենք դուրս են եկել քաղաք։ Եվ այդ մտածողությունը այսօր պաշտոնական, այսպես ասած, ճարտարապետությունն է, որ պետությունը գովազդում է։ Շատ լավ երևում է այս գունավոր Չ կլասի դպրոցներով, որ պետությունը անիմաստ կերպով սարքում է ողջ Հայաստանում, որոնք ուղղակի գույներով զարդարված սիրուն շենքեր են։ Եվ նկատի ունես այն դպրոցները, որ լիքը կոռուպցիոն աղմկահարույց գործեր են։ Բոլորն են, այսինքն անվորակ տիպային, այսպես ասած դպրոցներն են, որ պետությունը սարքում է, իմ կարծիքով շատ սխալ ճանապարհով գնալով եւ այլն, եւ բայց դա քաղաքականություն է։ Եթե մենք քննադատում էինք մինչև 2018 Հյուսիսային պողոտայի, այսպես ասած, ասենք պսևդո թամանյանական ճարտարապետությունը, որ կա Երևանում, մենք դրա դեմ էինք գալիս, հիմա եկել է մի հատ շատ ուրիշ մի բան, որը պաշտոնական ճարտարապետությունն է, որը նույնչափ պրոբլեմատիկ է, խնդրահարույց է, բայց ավելի խնդրահարույց է այն փաստը, որ ինձ համար եւ շատերիս համար ապացուցվեց, որ սա սերնդային խնդիր չի։ Եվ նույնիսկ սերունդը փոխելով դու ունենում ես հայտնում ես նույն կոտրած տաշտակի դիմաց, ինչ որ նախկինում էր։ Լավ, եթե սերնդային չի խնդիրը, կարելի ասել համակարգային է, այսինքն կրթության մեջ է խնդիրը կամ չգիտեմ, տեսողության մեջ, չէ՞ որ դու ես եղել այս սերնդափոխության, չեմ ասում կարկառուն դեմքերից մեկը, բայց հիշում ենք, որ դու թիմի մեջ էիր ու զբաղեցնում էր բավականին ազդեցիկ պաշտոն։ Եթե պատրաստ ես, խնդրում եմ այդ թեմայից էլ մի քիչ խոսանք ու հասկանանք ինչ եղավ, որ Սարհատը այլևս թիմի անդամ չէ արդեն վաղուց եւ ինչու։ Առաջին հարցին պատասխանեմ, հետո կանցնեմ երկրորդին ու մի քանի գաղտնիքներ բացեմ, որ միգուցե հանրային չեմ ասել։ Խնդիրը նախ եւ առաջ կոռուպցիան է, կոռուպցիան ամենալայն իմաստով, այսինքն կոռուպցիան ոչ միայն կոնկրետ կաշառակերությունը կամ ատկատ տալը, այլև ֆեյվորիտիզմը, այսպես ասած, թայֆաբազությունը, ինչ եղել է ինչ եղել է հրաժարականի բանի մեջ, տեքստի մեջ, այնքան խնամի ծանոթ չի, ինչքան նույնիսկ բիզնեսմենների մեջ կա որոշակի շերտավորում, որովհետեւ ես այս բիզնեսին աջակցում եմ, որովհետեւ վաղը չեմ մյուս օր ես ստանալ եմ եւ ես իմիջ քաղաքական կապիտալ կամ ասենք ընտրական կապիտալ, որը նորություն չի, միշտ եղել է, թաղային տասովշիկներին թույլ են տվել բուտկա դնեն, իրանք ձայն են բեր եւ այլն, մոտապես նույն անբանությունն է գնում ու այս անգամ այնքան բան է, լկտի կերպով է դա տերնա, որ դա թղթերով ֆիքսված է։ Բոլոր Երևանում վերջի տարիներին կառուցապատողները, բոլորը եւ ՔՊ-ին եւ իմ քայլի հիմնադրամին նվիրատվությունները թղթերով կա, ինֆոկոմը բացահայտել է, հետ կդրա մասին գրել է եւ այն թղթերով ամեն ինչ պարզ է, էլի։ Այդ տրամաբանությամբ բնականաբար, եթե դու գնաս, կստացվի այն ինչ որ ստացվում է հիմա։ Տալիս են շինտուտվություններ շատ քանակով այն մարդկանց, ովքեր բարձր որ իրենց ուրեմն տրամաբանության մեջ են լինում եւ շատ ցավալի երևույթ է։ Հաջորդ այդ չստացվելու, այսպես ասած, պատճառներից մեկն է, որ մասնագիտական հանրույթի մեջ, որի մասին ես շատ նաեւ նախկինում եւ գրել եմ եւ խոսել եմ, մասնագիտական հանրույթը կարծես թե քո հետ ընդունումը, այսպես ասած, բոլոր այն խաղի կանոնները, որ պետք չի անել այնպես, ինչպես արվել է Հյուսիսային պողոտան, մինչև այն ժամանակ, երբ իրանց շահը գալիս է մեջտեղ, իրանց ընտանիք պահելու, հետք թողնելու, ճարտարապետական էգոյի խնդիր եւ այլն, իրանք շատ հանգիստ քեզ քո հետ խոհանոցում գինու շուրջ, այսպես ասած, արտահայտած մտքեր դնում են մի կողմ, գնում են քաղաքապետի համապատասխան, այսպես ասած, ձևաչափով քաղաքապետի հետ համագործակցում են ու ասենք թե իրանց 5 հոգանոց, այսպես ասած, ստաֆը, ճարտարապետական օֆիսը, դա միանգամից 25-30-40 հոգի մեծ բաներ, նախագծեր ունեն եւ այլն, ու տես տեղի անեն, ինչ տեղի ունենում։ Եվ դա
ամենակարևոր բաներից մեկը, որ ասում եմ, որ եւ նախորդ սերունդը, այսպես ասած, ձախողեց եւ այս սերունդը ձախողում, արդեն մեզ համար, ինձ համար շատ դժվար է հաջորդ սերունդին ասել, որ այս ինչը որ տեղի ունեմ սխալ է, որովհետեւ ինքն նայում չհասկացա, եթե սա նորմալն է, վերջի 35-40 տարիներին Հայաստանում քաղաքում որոշումների ընդունման լոգիկան է եղել, որ դու պետքա լինես իշխանությանը մոտիկ կամ չքննադատես իշխանությանը եւ այլն, ապա էսենց է։ Ու դա դառնում է նորմալ բոլորի համար։ Ուստի կարծում եմ այս հետև բաները իրավիճակը շատ խորքային է, համակարգային է, մտածողության բանով է, մտածողության մակարդակում է եւ դժբախտաբար իմ կյանքի այս этаպում ես նույնիսկ լուծումը չեմ տեսնում, որ սա ինչպես պետքա լուծվի։ Վերադառնալով երկրորդ հարցին, ինչպես ես կատարեցի իմ կարծիքով այն ժամանակ սխալվեցի եւ համաձայնվեցի աշխատել ներկա իշխանության հետ, իմ առաջի ռեակցիան ես միշտ կապի մեջ եմ եղել իմ ողջ այսպես ասած մասնագիտական հասարակական գործունեության մեջ միշտ ընդդիմադիր տարբեր այսպես շրջանքների հետ կապի մեջ եմ եղել եւ հենց նույն 2018-ի, չգիտեմ, մայիս, ապրիլ այդ թե ժամանակել եւ այլն տարբեր ձևաչափով ինչ-որ շփումներ եղել են եւ այլն։ Ամենաառաջնային этаպում ես կասկածներ ունեի, որ մենք այս թիմը չի գնալու ճիշտ ճանապարհով եւ առաջին այսպես ասած մի քանի առաջարկները միանալ թիմին մերժել են։ Բայց հետո դրանից 3 ամիս առաջ այն պոպուլիստական այսպես ասած առաջի քայլերը եւ այլն ոնց որ թե ստեղծեցին իմ մոտ այն տպավորությունը, որ ոնց որ թե ես սխալվում էի, ոնց որ թե ճիշտ ուղղությամբ են գնում։ Եվ երբ 2018-ի օգոստոսին, եթե չեմ սխալվում, ես միացա թիմին պաշտոնապես, իմ առաջի հրաժարական դիմումը ներկայացրեցի 6 ամիս անց։ Ես պաշտոնավարել եմ 14 ամիս, բայց մի հատ հրաժարական ներկայացրել եմ 6-րդ ամսին, որտեղ տեսա, որ չի ստացվելու անել այն ինչ որ կարծում եմ պետքա լինի։ Հետո երկրորդ հրաժարական տվեցի 12-րդ ամսին, որը չընդունվեց եւ ասի սպասի կհանդիպենք, եւս 2 ամիս ցկվեցին եւ ժամանակ չգտնվեց, այսպես ասած, իմ հետ հանդիպելու հասկանալու որ նախնդիրը, եւ 14-րդ ամսին հենց գնացի այսպես ասած public հանրային հրաժարական ասացի, արդեն պատահված ինձ ազատեցին։ Այսինքն սկզբում ես ոնց որ թե զգում էի, իմ ինտուիտիվ մակարդակով ես զգում էի, որ լավ բանի ոնց որ թե չի կարող գնա, հետո սխալվեցի։ Եվ ամենակարևորը իմ համար կարևոր ձեռքբերումն եկավ, ես միշտ ընդունել եմ, որ ես սխալվել եմ եւ հիմա ճիշտ այսպես հակառակ դաշտին աջակցելով ինչպես եւ նախկինում, դրա մասին ես միշտ ասում եմ, որ բոլոր եւ նաեւ շատ կարևոր բան է այսօր Հայաստանում տալ մարդկանց այն հնարավորություն, ովքեր 2018-ին այս իշխանությանը պաշտպանել են, իրանց տալ հնարավորություն, որպես իրենք ասեն, լավ, այն ժամանակ սխալվել ենք, հիմա եկեք շտկենք։ Չէ, առաջնայինը սխալներ ընդունելն է։ Սխալներ ընդունելն է։ Գոնե այն փաստը, որ գոնե մեկ անգամ սխալվել ես։ Շատ բավականին շատ զանգված կա, մեծ զանգված կա, որոնք ոչ թե աջակցել են այս կառավարությանը, այլ ուղղակի դեմ էին նախորդին։ Եվ համարել, որ իրենք բոլորը սատարում են այս դավաճան կառավարությանը, չէի համաձայն չէի քո հետ։ Ինչ եմ ուզում ասել, այդ քո պաշտոնավարման 14 ամիսների ընթացքում բոլորը, շուրջ բոլորը եւ ընդդիմադիր ուժերը եւ կառավարությունը բոլորը պնդում էին, որ պետական կադաստրի կոմիտեում կաշառակերություն չկա։ Իսկ հիմա արի ուտես նորից կարելի է ծանոթի միջոցով, զանգի միջոցով շրջանցել այն համակարգը, որ դուք կառուցել եք, որը ինչ որ SMS-ներով էր, կոդերով էր, եսիմ ինչերով էր, ոնց է դա լինում, այսինքն մի անձը հնարավոր է որ փոխի համակարգը։ Իսկ թվում է պետքա լինի անձնական օրինակը, եւ դրանով կարող է իապես փոխել շատ բան։ Բնականաբար միայն անձնական օրինակը բավարար չի, բայց դա ֆունդամենտալ է, այսինքն այն մարդը եւ կադաստրում նախկին աշխատողները իրանք լուրջ, այսպես ասած, թվեր աշխատող մարդիկ էին եւ իրանք հենց որ տեսնում են եւ հենց որ խաղի կանոնների փոփոխություն լինում, բոլորը միաժամանակ ուզում են հասկանալ լավ ինչ տեղի ունեցավ եւ այլն եւ ինչ որ ժամանակը զգուշավոր են, հետո եթե իրանք ճիշտ չեն ստամ ճիշտ ազդակներ, ապա իրանք վերադառնում են, հասկանում են, որ ոնց պիտի աշխատեն։ Հին մոդելին։ Այո, իմ կարծիքով ես արել եմ արևելագույնը, որպեսի ցույց տամ, որ իրոք մենք պետք է այլ կերպ աշխատենք, նախկինի պես չենք կարող աշխատել, կարամ շատ տարբեր ծիծաղելի նույնիսկ պատմություններ մեկ դրվագ, եթե դժվար։ Դա ամենահայտնի պատմություններից մեկն է, որ այդ ժամանակ այդ խաղը վիճակում եւ այլն երբ նշանակել էին, արդեն որոշումը կար եւ այլն, բայց ոչ ոք չէր ասում, որ գնա գործի, ոչ ոք չէր ներկայանում, մեջ վեճիները չէր բան։ Ես առավոտը ժամ 8-ին սուրճս արած գնում եմ բան,
կադաստրի կոմիտե, իսկ կադաստրի կոմիտեի մինչև ինձ եղած ուրեմն ղեկավարները բոլոր ունեցել են անվտանգության աշխատակիցներ, վարորդ են ունեցել, անվտանգության աշխատակիցներ դիմացի սենյակում են նստել եւ այլն, ես կոֆեով sense մեքենաս գնում եմ, կանգնացնում եմ, գալիս եմ ու ասում են ու ես գնում ոստիկաններ, ասում եմ եկել եմ գործի բան, մի 5 րոպե յան ժամանակապահ մինչև հասկանան ինչա կատարվում, մի 5 րոպե հետո արդեն բոլորը արագ գալիս էին, վայ պարոն Պետրոսյան, ինչ անենք եւ այլն։ Դա մեծ փոքր բանն է, կամ ես օրինակ եմա շատ հաճախ կաբինետս թողնում էի, գնում էի վերևում շենքում պտտվում էի ու մի քիչ ես չեմ ուզում նմանվեմ մեր այս բանից, Նիկոլին չեմ ուզում նմանվել, բայց ես միրգ շատ սիրում եմ եւ գնում էի այդ աշխատողների սենյակ ոչ միայն մտնում եմ, այլև գնում էի յանց սեղանից միրգ էի ուտում, այս մարդիկ շշում էին, էլի նախին կադաստրի ղեկավարը այդ սենյակներ չէին մտնում եւ այլն։ Այդ տեսակ բաներ կարծում եմ ազդեցին, օգնեցին, բայց բնականաբար անմիջապես կապ ստեղծեցիր աշխատանքի։ Անմիջապես կապ ստեղծի, իրանք տեսնում էին, որ ոնց եմ ես բանանում եւ ես հավատացած եմ, որ ասում որ ժողովուրդը է, սա աղբը նետում է եւ այլն, դա չեմ հավատում դրան, դա սուտ է, բնականաբար հասարակություն ունի իր խնդիրները, բայց ես միշտ բերում եմ օրինակ, ինչպես Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ մի շաբաթում բոլորը սկսեցին զեբրայով հատել փողոցը եւ դա բայս բունի իմաստով տեղ ունեցավ մեկ շաբաթվա ընթացքում։ Եվ ամրագոտի կա։ Ամրագոտին վարչապետը հայտարարեց, մի երկոքի տուգանեցին, այդ եւ ինձ տուգանեցին այդ ժամանակ, հիշում եմ 3000 դրամ Թումանյան Հյուսեյն Պողոտասխալ տեղից անցնելու համար, բայց դարձավ նորմալ ու հիմա Երևան հազվադեպ է տեսնում շատ աննորմալ տեղերից մարդիկ, որ փողոց անցնում։ Չէ, նորից 18 թվականի ցեսկոմ արդեն նորից սկսել եմ։ Ողա տեսնես, դա արդեն դա արդեն արդյունքա ոստիկանության վատ աշխատանք կամ բարեկային համակարգի եւ այլն, Դանիելի ոստիկանությունը ազվել sense լինի, էլի։ Բայց ում եմ ասեմ, իրականում դա ազդում է այդ ամեն ինչի վրա եւ մարդիկ ոնց որ կարող են, եթե տեսնեն լավ օրինակներ, կփոխվեն եւ մենք ունենանք լրիվ ուրիշ հասարակություն։ Այսինքն դու մտրակի կողմնակից չես, որ տուգանքներ լինեն, ձերբակալություններ լինեն եւ այլն։ Մի բանով, մի ուղղությամբ չես կարող ունենալ արդյունք։ Պիտի աշխատես եւ այն ուղղությամբ, դու պետքա միևնույն ժամանակ փորձես, այսպես ասած, կոռուպցիայի համակարգը քանդես, համակարգը փոխես, որ ինքը չկարողանա աշխատողը տիրապետի համակարգին, այն բաները, ինչ են ասում, բաց տեղերը, որտեղ կարող է լինել, դրանք պիտի փակես, դու անձնական օրինակը պիտի մի երկու հետ բռնես, նաև հետ գնալ ամենակարևոր բանն է, որոշանք մեկ պիտի հետ գնաս, որ իրանք իմանան, որ նույնիսկ եթե իմա սղացեցին, չբռնվեցին, այլ մի օր իրանք կարող է բռնվեն եւ պատասխան տան։ Այսինքն, այս բոլորի այսպես համախումբն է, որ կարող է ընդհանրապես հանրային կառավարման ոլորտում ինչ-որ բան փոխի։ Ես այդ քայլիստների հիմնական միֆերից մեկը, որոնք իրանք հիմնվում են, այս վերջի, չեմ ասի ամբողջ 8 տարի, բայց վերջի 4 տարի հաստատ, որ համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա։ Իսկ հիմա դե փաստացի զրույցի ժամանակ էլ դու մատնանշեցիր եւ մենք ամեն օր տեսնում ենք, որ ոչ միայն կա, այլ ինքը ծաղկում է, ծլում, զորանում է եւ իր արդյունքները բավականին մեծ սեփական շենքերի տեսքով տեսնում ենք արտգործնախարարի մոտ, մեր ազգային ժողովի ղեկավարի մոտ եւ այլ այսինչ քայլիստների մոտ։ Միանշակ կոռուպցիան կա եւ վերադառնալով իմ նախորդ մտքին, օրինակ ոչ մեկի մոտ հարց չարաչամ, ինչու են ամենաշատ կոռուպցիոն բացահայտումներ լինում Երևանի քաղաքապետարանին մերձ այսպես ասած համակարգերում, որովհետև Հայաստանում բոլորը հավատացած են, այդ թվում եւ ԿՊԱ-ականները, որ Ավինյանը իրանց մեջի ամենակոռումպացված մարդն է, դա բոլորը գիտեն դրա մասին, էլի, ուզում եմ ասեմ, դե անիֆը մինչեւ այդ եմ ասում, դա արդեն բան է, այսինքն հենց որ դու տեսնում ես, որ Ավինյանը կարող է ընդհանրապես մեծ սուրբ անձնավորություն է, ոչ բան չի անում եւ այլն, բայց քանի որ հանրային ընկալումը կա, որ այս մարդը կոռումպացված է, ապա ներսում մարդիկ ավելի համարձակ են լինում։ Եվ այո, կոռուպցիա կա թայֆաբազության տեսքով, կա այսպես ասած ֆավորիտիզմի տրամաբանության մեջ կա եւ մենք տեսնում ենք այդ ամեն ինչը ոնց է կատարվում եւ միակ այսպես ասած հետաքրքիր բաներից մեկն է, որ ժամանակակից տեխնոլոգիաները որոշակի առումով մի քիչ իրանց միամտությունը հնարավորություն է տալի track անել, հետևել այդ կոռուպցիոն սխեմաները, օրինակ ես կարծում եմ մի օր Հայաստանում պետքա այդ բանի պարգևավճարներ տալու օրենքը վարչապետի հրամանը դա պետք է անվավեր ճանաչվի եւ ապօրինի գույքի
ապօրինի գույքի վերադարձի մասին օրենքով բոլոր պարգևաճար ստացած մարդկանց, բացը պաշտոնը, падգամավորներին, բաներին, իրանց այդ ապօրինի գույքը պետք է հետ վերցնել։ Դրանք մեծ գոհացված փողերն են։ Ու դրանք տարեկան $100 միլիոն մասն է խոսքը գնում, այսինքն մոտապես Ավել։ ես 90 միլիոն եմ հիշում, կես միլիարդ դոլար գոնե 5 տարվա ընթացքում այս մարդիկ ստացեն, այսինքն դիցուք Լենա Նազարյան, Նարեկ Բաբայանի սեփական տունը պետքա նույն ձև վերցվի եւ տրվի Հայաստանի Հանրապետությանը, ոնց որ Գագիկ Բեգլայանի սեփականաշորած օրինակի համար մանկապարտեզներ օրինակի նույն բանն է տեղի ունեցել։ Ինչ ենք մենք այստեղ բանանում տարբերակում այդ ամեն ինչը։ Ուղղակի կոռուպցիան ստացավ օրինական ստատուս իրանց կարծիքով։ Այո։ Եվ ամենակարևորը որ դա փաթեթավորում է, որ լավ կադրեր ունենալու համար մենք այտենց պիտի անենք, որ լավ կադրերը գան աշխատեն պետական համակարգում։ Թե հետո ով է լավ կադրը մենք չգիտենք, բայց ասում եմ պիտի նենց լինի, որ պետական համակարգում աշխատելը լինի գայթակղիչ, որպեսզի մարդիկ գան աշխատեն։ Իմ համար իմ ժամանակ գայթակղիչ չէ, ես չունեի այդ այսպես ասած հրամանը, բայց ես իմ խնայողությունները ծախսել եմ 14 ամիս, որպեսզի ես գնամ օգնեմ Հայաստանին։ Այսինքն դու եթե այդ ամբողջությամբ չես բանանում եւ վստահ եմ Հայաստան բազմաթիվ մարդիկ պատրաստ են այդ նույն բանը անեն, էլի։ Բայց այս ֆրցնում են, այսպես ասած թիմին կերակրելու, այսպես ասած մեխանիզմը ստեղծվել հավատարիմներին, ոչ թե թիմին։ Այնտեղ թիմ չկա որպես այդպիսի։ Քեթո կարող ասենք հավատարիմներ, ովքեր որ Արդյոք թիմ կա, մի հատ հետաքրքիր շատ հետաքրքիր հարց է, թիմ կա։ Այս իստում է մի հատ կորիզ կա բաղկացած եւ 10 հոգուց ենթադրում եմ օրինակի համար ինչ որ չի կարելի անել օրինակի համար Դավիթ Տոնոյանին կամ մնացած բոլոր պաշտպանության նախարարներին կարելի անել Սուրեն Պապիկյանին որտեղ ինքը այդ կորիզի մեջ է մենք ունենք չգիտեմ էլի հիշում եք մեծ սպորտի փոխնախարար տղա կա որ չգիտեմ 600,000 դրամի համար կարծեմ նստացեցին այն ժամանակ չգիտեմ էլ նստածած են պացենտող է եւ այլն բայց ինչ որ մարդիկ շատ ավելի մեծ թվերի մասին կարող խոսալ Տիգրան Ավինյան օրինակ եմ այսօր նշեցիք կան իրանց չի կարելի բայց ինչ որ մարդկանց կարելի ինչ որ մարդկանց չի կարելի ես կարծում եմ այդ շատ նեղ կովիզը իրանց ամեն ինչ կարելի է բայց հետո կան այսինքն կարելի է մարդկանց վրա փողոցում թքել շուտով արդեն նաև ավտոյի տակ մարդ գցել օրինակի համար ուզում ասեմ անպատիժ մնալ եւ այլն ուզում ասեմ հա իրանց կարելի է բայց կա նման մի հատ այդպես ինչ-որ բան բայց ամենակարևոր մասը այդ է որ ես չգիտեմ այդ կորիզի մեջ եղած մարդիկ ինչ ապրումներ են ունենում բայց օրինակ Վագն Ալեքսանյան եւ Գարեգին Կոնջոյանը կամ Էկոնկայնախ Պիպոյանը, Պապոյանը, ինչա։ Այրանք կորիզի մեջ չեն։ Բայց սա ցուցակի մեջ ավելի առաջնային տեղ են, քան թե օրինակ հիմա Ալեն Սիմոնյանը եւ Տիգրան Ավինյանը, օրինակի համար, որոնք կորիզի մեջ են։ Ես հիմա չգիտեմ իրանց ապրումները ինչ են, որ ասենք թե Վագն Ալեքսանյանը, ասենք թե իրանցից ավելի բարձր ռեյտինգ ունի կուսակցության մեջ եւ բան մեջ, բայց ենթադրում որոշակի այսպես ասած դիսկոմֆորտ գոնե ունենում են, էլի։ Դե իրանք դժվար ուսուցանվող կերպարներ են, ինչի մասին Վագն Ալեքսանյանը, թե չէ, ովքեր որ կորիզի մեջ են, եթե հիշողությունս ինձ չի դավաճանի, ապա նույնիսկ վարչապետի աթոռին սոսինձված անձը չունի բարձրագույն կրթություն։ Իսկ մնացածները բավականին բարդություններով ավարտել են իրենց համալսարանները, չնայած որ Ավինյանի մասին բավականին մեծ սլուխեր էին պատտվում, որ ինքը արտերկրում սովորած է եւ այլն, եւ այդ կոռուպցիոն սխեմաները ընդեղից է բերել։ Ես մեմ ասեմ արտերկում սովորած լինելը 1990-ական մինչև 2000-ականները դա իրոք այդպես big deal էր էլի այսպես ասած էլի այս դարում արդեն արտերկում սովորած լինելը եսի ինչ չի Լոնդոնում մենք գիտենք ինչա կատարվում էլի Լոնդոնի բուհերի մեջ կա խուժան բուհ եւ կան շատ լավ բուհեր եւ այլն բայց կապ չունի դու որտեղ ես ավարտել էլի եւ անխոս Ավինյանը իրանց կորիզի մեջի ամենալավ մենեջերն է միանշանակ Հա, բայց իր մենեջմենթը դեպի ինքը նաև այլ այլպես ասած հետաքրքրություններ ունի եւ այլն, բայց ում ասեմ այդ սկզբնական շրջանում չի պատկասում գալիս թե Ավինյանին գովան, բայց առաջին этаպում օրինակի համար ես իապես զգացել եմ, որ եթե դու ունեի պրոբլեմ, որ պետքա լուծվեր, միակ մարդով պատասխանատվություն վերցնում եւ խնդրեցում դա Ավինյանն էր։ Նորից եմ ասում, ես բազմաթիվ հարցերում ունեմ իհայտ շատ լուրջ խնդիրներ քաղաքում կամ կադաստրի կամ ընդհանրապես։ Արի վերադառնանք քաղաք։ Давайте։ Հրավիրվում են արտասահմանյան, ոնց որ այդ գավառականությունը դուրս չի գալիս մեր մեջից, հրավիրվում են արտասահմանյան տրանսպորտային պլանավորման այդ կազմակերպությունները Ֆրանսիայից, Իտալիայից, եսին որից քաղաքը անընդմեջ 10 բալանոց խցանումների մեջ է։ Ունվում են որոշումներ
փակել էս փողոցը, սարքել էսի միակողմանի, չի օգնում ոչ մի բան։ Ավտոները սահմանափակել չի օգնում ոչ մի բան։ Նույնիսկ դատարանի որոշումով անվավեր ճանաչված կայանատեղերի թանկացման որոշումը էլի չի օգնում։ Ինչն է պատճառը։ Որովհետև սխալ կողմից է հարցին մոտենում, որովհետև քաղաքի, այսպես ասած, ամենակարևոր բանը, բնականաբար, կազմակերպման մասը դա շարժումն է քաղաքում։ Բայց դա ենթադրում է շատ համալիրի մոտեցում։ Այս օրինակը միշտ ասում եմ, շատ արագացում ու գնանք առաջ, Երևանի տրանսպորտի ռեֆորմը, որ հիմա իրականացվում է, դա 2017-ին մշակված մի հատ ուրեմն փաստաթղթի հիման վրա է, որի համար հիմք է ծառայել 2015-ին Բրևիսի արած հետազոտությունը։ Այսինքն այսօր Երևանում մենք ամենք հանրային տրանսպորտի ռեֆորմ 10 տարվա վաղեմության, այսպես ասած, տվյալների հիման վրա, այն դեպքում որ մեքենաների քանակը կրկնապատկվել է ամբողջ Հայաստանում, եթե ոչ երապատկվել էր։ Այսինքն նշանակում է բոլոր ամբողջովին սխալ դատեվը սխալ որոշումներ կայացվել։ Եվ այդ որոշումները ավելի շատ արվում են, որ այնքան որ ցույց տան, որ դրանք արվում են։ Օրինակի համար մյուս բանը, այս օրինակ Սարյան փողոց, որ միակողմանի դարձավ, դա մի հատ ֆրանսիական ինչ-որ մի հատ կազմակերպություն, քաղաքապետարանի ինչ-որ մի հատ թիմ եկել էր ասել, լավ, դու ոնց որ գործից բան չեք ջոկում, եկեք ձեզ օգնենք։ Իրանք մի հատ շատ նախնական քաղաքի տրանսպորտի կազմակերպման գաղափար են, կենտրոնի միայն այդ գաղափարը առանց երկար բարակ քննարկելու, առանց այլ այսպես ասած ոլորտների հետ համադրելու եւ այլն, իրանք վերցրեցին, դա միանգամից հանրայնացրեցին պոպուլիզմի կոնտեքստում, այս հատեսակ Երևանի տրանսպորտի հարցը ոնց են դուսու ֆրանսիացիներ եկել են եւ այլն։ Օրինակ այդ սխեման ենթադրում է, որ օրինակի համար Սարյան փողոց դառնա միակողմանի, Թումանյան փողոցն է դառնում միակողմանի։ Սարյան դարձել, Թումանյան չեն դարձել օրինակի համար։ Այսինքն այդ կես որ դու կիսատ ես անում, նույնիսկ եթե ընդունենք այն լոգիկան ճիշտ է, եթե դու սխալ ես ռեֆորմը կիսատ ես, ապա դա չի կարող աշխատի, ու արդյունք չի տա։ Ու իրանք հիմա եկել են, տեսնում են, որ դա արդյունք չի տալիս, եւ նույնիսկ այնքան ինձ թվում է, որ Սարյան փողոցը մինչեւ հիմա երկկողմանի երթևեկության գծերը երևում են, նույնիսկ դրանք չեն փոխվել եւ այլն։ Այսինքն մի հատ վիճակ է ստեղծվում, որ խնդիրը բուն խնդիրը չլուծված ուղղակի էֆեկտը, որ այսպես ասած խնդիրը լուծել ենք եւ այլն, փորձում են դա այսպես ասած ծախել հանրության վրա, որ այդ խնդիրը լուծելու համար է։ Բայց տրանսպորտի խնդիրը դա կոմպլեքս խնդիր է։ Դա վերաբերում է նույն Սարյան փողոցի գինետան ապրանք ստանալու կազմակերպումից, մինչև շինհրապարակի կազմակերպումը, որտեղ եթե մի օր ուզում է շինարարություն ոնց պիտի անի, ավտոմեքենայի կանոնատեղին տրանսպորտի գծերը եւ այլն եւ այլն։ Դու չես կարող ունենաս առանձնացված ավտոբուսի գիծ Մաշտոցի մի հատվածում ավտոբուսը շատ արագ գա, մեկ էլ գնա դեմ առնի Կոյունի փողոցին կամ ասենք թե Միաստիկյան պողոտային, ում է պետք է այդ dedicated գիծը կամ առանձնացված գծերը։ Եվ այդպես շարունակ բազմաթիվ օրինակներ կան, բայց ի՞նչ է տեղի ունենում։ Չկա մասնագիտական ներուժը, բերում են դրսից ինչ-որ մասնագետներ, դրսի մասնագետը ժամով կամ օրով իր փողը ստանում է, տեղական գիտելիքը, փորձը չի փոխանցվում այդ մարդուն, որտեվ քաղաքապետարանի չինովնիկը, որ ասեն է Լոնդոնում տնտեսագիտություն է սովորել, դառնում է այդ մարդու տեղական գործընկերը, տեղական ինժեներները չեն կցում, որպեսզի միասին մշակեն գաղափարը, ամենակարևորը հենց որ այդ կոնսուլտանտը թողում հետագնում իր Ֆրանսիան կամ Գերմանիան, այս մարդը պետք է մնա այստեղ, որպեսզի շարունակի այդ ամեն ինչը։ Դա տեղի չի ունենում, դու որևէ ռեֆորմ չի կարող այդպես արդյունք տա։ Ես ինքս հիմա շատ եմ աշխատում նման։ Այսինքն հիմա մենք ունենում ենք ռեֆորմներ, հանուն ռեֆորմների։ Այո, եւ ամենակարևորը այդ գումարը, որ ինչ որ մեկը ծախսում է, փոխարեն այդ գումարը բերի նաեւ ներուժ ստեղծվի Հայաստանում, որ գոնե մի հատ կես մասնագետ տրանսպորտային մասնագետ դու ունենաս, որ մի քիչ ֆրանսիացու կամ գերմանացու հետ աշխատել, վաղ չեմ սոքո խնդրել լուծի, դա չի տեղի չի ունենում։ Դրա համար ստացվում է ասես բան։ Մենք այսպես ասած աբորիգեններ ենք, դրսից մի հատ մարդ գալիս է մեզ ասում են սենց արեք, թողում է գնում, հա։ Ու դուսակալի որ այդտեղ ոչ մի բան չկա, օրինակ հիմա ոչ մի ավանդույթներ չկա, օրինակ մարդիկ ոնց են սիրում կանգնել, ոնց են սիրում քշել եւ այլն, ու տենց ոչ մի բան, ու սա միայն տրանսպորտի մասն ենք խոսում, հենց կամ աղբի մասին խոսանք, կեղտաջրերի մասին խոսանք, անձևաջրերի մասին խոսանք, որ ասենք թե ուսես կանանք ժամերով խոսանք։ Մենք պատրաստ ենք ժամերով խոսալ։ Ես հիշեցնեմ ձեզ, որ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, խնդրում եմ տարածեք մեր վիդեոները եւ ամենակարևորը մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, մենք կաշխատենք արագ արձագանքել եւ ուղիղ կապ ու շփում ունենանք։ Իսկ հիմա ես ուզում եմ այտենց մի հատ բլից կարճ հարցում անեմ քո հետ, ու դրանով ոնց որ եզրափակենք, ընդունելի է թե ոչ, երբ որ պետությունը ֆինանսավորում է դպրոցի հիմնան վերանորոգումը,
եւ երեխաներին 1 ամիս այդ դպրոց չեն թույլ տալիս օգտվել այդ դպրոցից, որովհետեւ վարչապետի աթոռին սոսինձված անձը պետքա գա բացումանի մի ամիս հետո։ Բնականաբար ոչ։ Դա այսպես ասած ճիշտ նույն տարբեր նույն, չգիտեմ, շքախմբի մեծացնելու եւ մնացած ոչ ժողովրդավարական անձի պաշտամունքի տանող, այսպես ասած, երևույթի դրսևորումներ, որոնք բնականաբար ընդունելի չեն։ Ընդունելի է թե ոչ, երբ որ դու լինելով Երևանի բնակիչ անվանում ես մարդկանց, ովքեր օգտագործում են ոչ էլեկտրական ավտոմեքենա, համբալներ, դրա համար դատվում ես, դատարանի որոշում է կայացում, իսկ դու պատրաստվում ես դա բողոքարկել։ Բնականաբար նորմալ չի այն արտահայտությունը, բողոքարկելը թողնենք մի կողմ։ Դե ուզում ասեմ, չտես գերմանիշների ժամանակներն։ Okay, ընդունելի է թե ոչ, ըստ քեզ, երբ որ դու համարելով քեզ կրթված վերնախավի ներկայացուցիչ ազգընտիր փողոցով քայլելուց հնարավորություն ունես եւ օգտագործում ես այդ հնարավորությունը հրամայել մարդու ձեռքերը պահել ու թքել իր վրա։ Նույն պատասխանը ինչ որ նախորդ դեպքում բնականաբար նորմալ չի, բայց նորից չտես գերմանիշների ժամանակ նա ոչինչ պատասխան կտան մի օր։ Okay, հասկանում եմ։ Իսկ հիմա ես կխնդրեմ քեզանից շատ կարճ բաղադրատոմս քո մասնագիտական տեսանկյունից ինչ անել, որ 3-4 քայլ, որ Երևանում եւ Հայաստանում ճարտարապետության կողմից կյանքը մի քիչ լավանա։ Պետք է պլանավորել ամեն ինչը, տրանսպորտը եւ դե բոլոր պլանավորման գործընթացները լինեն բազմակողմանի, այսինքն աղբանությունը եւս շարժման տրամաբանության մեջ պիտի լինի օրինակի համար։ Այս բոլոր հարցերը պետք է պլանավորման արդյունքում գնալ, պլանավորման միջոցով գնալ, արդյունքային, այսպես ասած, նպատակը պետք է լինի, որ այն մասով, որ մենք Հայաստանում ունենք գիտելիքը փորձենք, այսպես ասած, դա իրականացնել, որտեղ չկա դրսից բերենք այդ ներուժը, բայց դրսից բերած ներուժի ֆունդամենտալ խնդիրը պետք է լինի ոչ թե մեզ լուծումը ասի, այլ մեզ օգնի, որ մենք ներուժ ստեղծենք, լուծումը տա, մենք ներուժ ստեղծենք եւ այլն։ Բոլոր այն երկրները, որոնք ինչ-որ զարգացման ճանապարհ են անցել, բոլորը այդ ճանապարհով են գնացել։ Եվ արդյունավետություն, այսինքն։ Այո, արդյունավետությունը եւ նաեւ նստի, որ դրսից եկած մարդու շատ հանգանոց, այսպես ասած, ժամանակը, հետո տեղական գիտելիք է դառնում, գիտական ավելի որ մատչելի է լինում, ինքը միշտ է ստեղանում, հետո մի օր դու սկսում ես դա էքսպորտ անել նաեւ այդ գիտելիքը, որտեղ աշխարհի տարբեր քաղաքներ ունեն այն խնդիրներն, այդ չի որ ես ինչ եւ բազմացնել ներսում։ Այո, եւ բազմացնել ներսում, որտեղ այլ քաղաքներում էլ մենք ունենք այդ խնդիրները, միակ Երևանի մասին չի այդ ամեն ինչը։ Բայց ասեմ կառավարման կոնտեքստում ես գիտեմ ոնց են լինում, ոնց է մի հոգի գիշերը քնում, զարթնում, մյուս օրը որոշում ակադեմիական քաղաք սարքի, այն մեկը գնում է մինգերոջ հետ մի հատ գարեջուր ախմում եկել downtown-ի գաղափարն է գալի, մի հատ բիզնեսմեն են տեսնում, չգիտեմ, Էմիրատներում, ասում օքեյ, Հայաստան փող գտնեն, գնում մի հատ ուրիշ գաղափար են բերում, այդ մակարդակով չես կարող դու այդ ամեն ինչ անես։ Այսինքն բոլոր գաղափարները պետք է իրոք լինեն ինկլյուզիվ, բոլոր առումներով երկար ճանապարհ անցնեն, որպեսզի դու կարողանաս չսխալվես։ Իսկ եթե դու դա չես անում, նույնիսկ ասում քնում զարթնում ես եւ մի հատ գաղափար ես գալի եւ դա դառնում է դիրեկտիվ ողջ պետական համակարգի վարից վար, ապա այդ դեպքում դու չես կարող հաջողես։ Եվ ինչպես նաև չեն հաջողում բոլոր տեսակի ռեֆորմները վերջի տարիներին, որոնք իրականացվել են այդ տրամաբանությամբ։ Մի քանի բացառություններ եթե նեք մի կողմ մնացած բոլորը տապալվել են։ Բացառությունները կշեշտես։ Չկա են շփուճուր բաներ օրինակի համար, չգիտեմ, իմ կարծիքով վերջի հաճախ են էլի բանանում, ասում որ ինչ ես միայն բացասական բաներ ասում եւ այլն։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ջանքերը, որ այլ երկրներում նոր դեսպանտներ ձեռք բերենք թանգանոց տեղերում, ես կարծում եմ դա այն միակ բաներից մեկն է, որ ես կարծում եմ, որ ճիշտ բան են անում։ Okay, բայց դա նախաձեռնություն չի, դա օրենսդրական նախաձեռնություն չի։ Դա մոտեցում է, պետությունը փոխեց, ասես այլևս ես չեմ խնդրում Սփյուռքին, քան որ Սփյուռքի հետ հարաբերությունները չունի, շոշակիզներ եկեղեցին եւ այլն, ձև չունեին, բայց ոնց ասեմ պետությունը ինքը ծախսում է գումար, ունի գույք է ձեռք բերում, չգիտեմ, Լոնդոնի կենտրոնում, Փարիզում եւ այլն, որոնք կարծում եմ շատ կարեւոր են։ Այդ են բացառիկ դեպքերից է, որ ես կարող եմ ինչ-որ լավ բան ասեմ։ Շնորհակալություն, շատ հաճելի զրույց։ Ես եմ շնորհակալ։